Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարիմ հյուրն կալել եմ մանկավարժ հոգեբան Անի Ապիտոնյանի եւ զբոսավար Կարինե Փանոսյանին։ Բարի ձեզ հարգելի հյուրեր, եւ ավելացնեմ նաեւ հասարակական գործիչներ, որովհետեւ բացի ձեր մասնագիտական գործունեությունից նաեւ ակտիվ հասարակական գործիչներ եք, կամավորականներ եք։ Եվ քանի որ խոսեցին կամավորությունից եւ հասարակական ակտիվությունից, 3 ապրիլի 6-ին Կիրակի օրը դուք Ծառատունկի մասնակիցներ եք Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում։ Անկեղծ ասեմ, ես տեսել եմ Քրիստինա Վարդանյանի ուղարկած այդ տեսանյութերը, որտեղ հիմնականում աշակերտներ էին, դպրոցահասակ երեխան, նույնիսկ նախադպրոցական են եղել, եւ երեխաները փաստորեն իրենք ծառ էին տնկում։ Բացի նրանից, որ ծառը տնկում էին նրանք եւ քարյակներ էին ասում, թե ծառը ինչի համար է պետք տնկել եւ ծառը ինչպես պետք է խնամել։ Մի խոսքով, ինչպես ստացվեց, որ հենց այս քաղաքի կենտրոնում իրականացվող միջոցառմանը դուք դարձաք հենց մասնակիցներ, եթե ոչ միայն նաեւ կազմակերպիչներ։ Կազմակերպիչներ չէինք, կազմակերպել ենք մի փոքր այդ երեխաների մասնակցությունը եւ այլն որոշակի ծառեր մեր խմբի կողմից։ Մենք կամավորներ որպես հանդես եկանք այս միջոցառման ժամանակ, կազմակերպիչը Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր, շնորհակալություն իրենց այդ նախաձեռնության համար։ Մենք ուղղակի մեր խմբով աղջիկներով հավաքվել ենք եւ քննարկեցինք, որ կարող ենք միանալ այդ ծառատունկին եւ մեր փոքրիկ ներդրումն ունենալ, քանի որ ծառ տնկելը ավանդաբար հազարամյակներ շարունակ եղել է ոչ միայն բնությանը նպաստող, այլև ընտանիքի ձևավորման կարևոր մաս չէ, ասում ենք տունը կառուցեցին, ծառը տնկեցին, որդի ծնելու ժամանակն է։ Ուստի ծառ տնկելը նաև կարծես ընտանիքի կազմավորման կարևոր մի կենտրոնական տարր է, որը նպաստում է արդեն հաջորդական քայլերին։ Իսկ երեխաների մասնակցությունը շատ կարևոր է դաստիարակության կրթական տեսանկյունից, որովհետև երեխան հաղորդակցվում է նախ բնության հետ շփվելուն, երկրորդ սովորում է ինչպես տնկել այդ ծառը, ինչպես խնամել, այսինքն հոգ տանել իր տնկած եւ ընդհանրապես այլ ծառերի մասին, եւ քանի որ Քրիստինան տեղում նաեւ բացատրում էր ինչպես պետք է տնկել, ինչպես պետք է ջրել, ինչպես հետո պետք է խնամել, ինչ հաճախականությամբ եւ այլն, այսինքն երեխաները մի ամբողջական կուրս անցան ծառ տնկելու մասով։ Այսինքն բաց դաս է եղել ոչ միայն երեխաները, այլև մեծահասակները, այո, մենք էլ սովորեցինք իդեպ։ Ես իմ հողամասում ծառեր տնկել էի, բայց չգիտեի ինչ սկզբունքով, հա, այսինքն որ պետք է արմատի բնիկը հավասար լինի հողի մակերևույթին, որպեսզի ծառը կպնի, շնչի, հա, եւ բազմաթիվ այլ բաներ։ Եվ իհարկե տարածքում այլ մարդիկ էլ կային, որոնք կամավոր միացել էին, նրանք էլ էին լսում այդ դասախոսությունը, եւ այդ ծառատունկը նաեւ կանաչապատման նպատակ ուներ։ Մենք գիտենք, որ մեր քաղաքի օդը բավականին աղտոտված է, ընդհանրապես Երևանը իր աշխարհագրական դիրքով, իր տափաստանային կամ տափաստանային կլիմայական գոտի լինելու պատճառով միշտ եղել է փոշոտ եւ այս վերջին տարիներին հատկապես աղտոտվածությունը խանգարում է մեզ թարմոտ շնչել եւ ծառատունկը մեզ համար խիստ կարեւոր է եւ դա պետք է անընդհատ արվի, անընդհատ հոգ տանեն այն ծառերի մասին, որոնք տնկվել են եւ այլն։ Իսկ դրանով սահմանափակվելու եք, թե ծրագիրը շարունակական է լինելու, այդ որից հետո հարցս կուղեմ արդեն Անին, թե որն է այդ ընդհանրապես գործողությունների հոգեբանական կողմը, որտեղ եթե դուք մասնակցում եք, նշանակում է սա միայն կրթական ծրագիր չէ։ Շարունակական է լինելու, մենք մի շարք հետաքրքիր մտահղացումներ ունենք, դեռ այդ մասին չենք խոսում, բայց մարդիկ, որոնք Facebook-ով կարող են մեզ միանալ, բնություն հանուն առողջության, ճիշտ խմբի անունն խմբին կարող են միանալ, մենք այնտեղ պարբերաբար կգրենք ինչ նախաձեռնություններ կլինեն եւ անպայման կարեւոր դեր են ունենալու եւ կրթական եւ կանաչապատման ուղղված ծրագրերը եւ իհարկե կրթական քարոզները, եթե կարելի այդպես ասել։ Հիմա հասկանանք, թե որն է այդ ամբողջ process-ի հոգեբանական կողմը եւ որքանով է դա պետք երեխաներին, այդ հասակի երեխաներին։ Մի քիչ երևի երկար կլինեմ, ուղղակի նաեւ նշեմ ինչ ծառ ենք տնկել եւ ինչու հենց սոսի այսինքն ծառի տեսակն է կարեւոր է, որովհետեւ որքան սաղարթը մեծ լինի եւ որքան երկարակյաց լինի ծառը, այնքան բնականաբար աղտոտվածության հարց ավելի հեշտ կարող է լուծել ծառը եւ երկարատև ծառը
բնական է, ինքը նաև ոչ միայն մաքրում է եւ աղտոտվածությունը եւ գեղեցիկ է, այլ նաև հիշողություններ է բերում, ինչքան օրինակ հավանաբար դուք կարող եք հիշել ձեր մանկության ամենասիրելի ծառերը, որոնք եղել են փողոցում, հիմա կարող եք հիշեք դա կա թե չկա։ Այսինքն ծառը նաև հիշողություն է, ծառը նաև արմատին ամուր մնալու հետ սիմվոլիկա է, դրա համար մենք ընտրել ենք սոսիներ, որոնք երկարատև են, ապրում են բավականին երկար եւ կարող են եւ գեղեցկացնել Երևանը եւ ծառայել նաեւ բնակչությանը։ Մի փոքր հերվից գամ քաղաքակրթության զարգացմամբ, հա, ինչ խնդիրների առաջ կանգնեց ընդհանրապես մարդը, քանի որ ի սկզբանե մարդը բնության մեջ էր, ինքը մենք բնության մի մասնիկ ենք եւ բնության մեջ միգուցե ավելի ներդաշնակ էր, չգիտեմ, բայց քանի որ քաղաքակրթությունը զարգացավ եւ մենք սկսեցինք ապրել քարե եւ բետոնե տների մեջ, հա, այս առումով մի քիչ ուրիշ բառ է ուզում օգտագործել, տարաների մեջ եւ քաղաքները գնալով կարծես դառնում են ավելի արհեստական եւ բնությունը չկա մեր միջավայրում ու կարծես գնալով ավելի քիչ դեր է տրվում կամ այդպես հիմա մեր իրականության մեջ է, այսինքն դեկորատիվ ծառերին ավելի մեծ դեր է տրվում գեղեցկությանը, այլ ոչ այն ծառերին, որոնք ավելի առողջություն մարդկանց կպարգևեն, քանի որ մենք հեռացել ենք բնությունից։ Եթե այսպես դիտարկենք, քաղաքակրթությունը եւ ունի խնդիր, որը իր զարգացման ընթացքում առաջ է բերել եւ դրա համար մշակույթ է ստեղծել, օրինակ ինչպես վարվել բնության հետ եւ հենց ուսումը այդ մշակույթի մի մասն է կայանում, այսինքն թե ինքնաբերաբար է առաջ մարդը բնության հետ հարաբերվել եւ ավելի բնական է դա տեղ ունեցել, հիմա գոյություն ունի գիտություն, ուսում եւ քանի որ մենք հեռացել ենք բնությունից, նաեւ պետք է հասկանանք ինչպես վարվել այն բնության հետ, որը մենք ենք ստեղծում եւ միգուցե նաեւ սխալմամբ վերացնում ենք։ Ուստի այս կրթական այդ դասախոսությունը, բաց դասախոսությունը ուղղված է նաեւ բոլորիս, որովհետեւ չեմ կարծում որ մեծերս չունենք այդ գիտելիքի պակասը, ես ինքս անձամբ տնկել էի ծառեր, բայց վերցրեցի ինձ համար կարևոր ինֆորմացիա, ուստի շատ կարևոր է այդ ուսումը եւ հոգեբանական տեսակետից, ինչու, քանի որ հոգեբանները շատ լավ գիտեն ստրեսի, ցանկացած տրամադրության անկման, հյուծվածության, ֆիզիկական անգամ հյուծվածության դեպքում ցուցումներից մեկ առաջինն է հանգստի ժամ ունես եւ որտեղ ես հանգստանում, ինչպես ես հանգստանում եւ շատ կարեւորվում է բնության մեջ հանգիստը, եթե երկու պատկեր հիմա ձեզ ցույց տամ, մեկը քաղաք է, որտեղ շատ ծառեր են եւ մեկը քաղաք է, որտեղ քիչ ծառեր են կամ փոքր, հա, կարճլիկ ծառեր են, դուք միանշանակ ընտրելու եք այն քաղաքը ապրելու համար, որտեղ բնությունը շատ է։ Ինչու՞, որովհետեւ մենք մեր նյարդերը թուլանում են, լարվածությունը նվազում է, երբ որ մենք բնության հետ առնչվում ենք։ Մեր 5 զգայարանները շատ գեր ծանրաբեռնված են քաղաքներում։ Վազք, աշխատանք, տարբեր խնդիրների լուծում, այո, անընդհատ ինչ-որ խնդիրների լուծման մեջ ենք եւ բնության մեջ գտնվելը հենց բերում է նրան, որ 5 զգայարանները նորից ակտիվացած են, բայց սա արդեն այն գեր ակտիվությունը չէ, այլ ակտիվացած են գեղեցիկով։ Հոտը հանգստացնող է, ոչ թե ծխի հոտը ավտոմեքենաների, հա, շարժիցի կամ փոշու շինարարական։ Ականջները լսում են անուշ ձայներ, դա կլինի ջրի, անգամ մենք վիզուալիզացիա ենք ասում արեք, նստած սենյակում պատկերացրեք ձեզ բնության գրկում եւ այլն։ Այդքան մեր մեջ նստած է բնությունը, որտեղ մենք մասնիկ ենք։ Ուստի հոգեբանական առումով ինչու եմ ես մասնակցում հոգեբանական կողմից եթե նայենք, հենց դրա համար էլ մասնակցում եմ, որովհետև նախ մենք վերականգնելով բնությունը կամ ճիշտ վարվելով բնության հետ բուժում ենք ոչ միայն բնությունը, այլ նաև մեզ եւ մեր միջավայրը։ Եվ դա չափազանց կարևոր է, միգուցե դա դարձել է սովորական, մենք չենք նկատում։ Հա, մենք գիտենք դա,
բայց մենք վազքի մեջ չենք նկատում, թե ինչպես է փոխվում մեր միջավայրը եւ դա ինչ ծանր հետևանքներ կարող է բերել եւ ֆիզիկական առողջության եւ հոգեբանական առողջության վրա։ Իսկ հիմա անդրադառնանք երեխաների մասնակցությանը։ Տեսեք, դուք ասում եք մեծերն էլ են մասնակցել, բայց հիմա մենք շեշտադրում անում ենք երեխաների, որովհետեւ ինչ որտեղ նկատում ենք, որ մեր երեխաների թե դաստիարակչական, թե նրանց մեծանալու հետ կապված կան որոշակի խնդիրներ, դրանք տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումն է, ծնողների շատ խիստ զբաղվածությունն է։ Մի խոսքով երեխաները որոշակի ձևերով երբեմն մնում են անտարբեր, նրանցով զբաղվող չկա, եւ ինչու հենց այդ երեխաները, ինչու այդ հասակի երեխաները եւ կարծես թե տղաներն էին հատկապես այդտեղ շատ։ Տղաները հավանաբար ուղղակի ակտիվ էին, չեմ կարող Ուղղակի ասել ակտիվ։ ինչու, շատ ուրախալի է։ Ընտրություններ։ Կամ հա, այդպես ընտրվեցին ուղղակի, որովհետև երևի ըստ ակտիվության ընտրվել, չեմ կարող Տղաների հետ ասել։ կապված մենք անցած անգամ Կարինեի հետ էլ ենք Պասիվ է։ քննարկում, որ տղաները որոշակի ձևով շատ տեղեր դարձել են պասիվ։ Նույնիսկ մշակութային միջոցառումների ժամանակ նրանց ներկայությունը դա արդեն բավականին քչացել է պարային Ճիշտ է։ խմբերում կամ ասմունք, երգը դեռ մի ինչ որտեղ կա, բայց շատ հարցերում։ Դրա Ճիշտ համար եք։ հիմա խոսենք երեխաների հետ կապված։ Դե նշեցի արդեն, որ այդ ուսումը շատ կարևոր է, որովհետև մենք ապրում ենք այնպիսի հասարակության մեջ, որը հեռու է բնությունից եւ մարդը հարաբերվել արդեն պետք է սովորի բնության հետ ինչպես հարաբերվի։ Եվ այդ բնության հետ հարաբերվելը սկսած աղբ թափելուց, հա, այդպես առաջ հավանաբար դա աղբ չի եղել այդպիսի, որը որ մարդն է ստեղծում, խնդիրը չի եղել այդ աղբը վերացնելու, բնությունը մաշել գնացել է, հա, ինքը իր աղբը։ Բայց հիմա մենք այդ խնդիրն էլ ունենք եւ չգիտեմ այդ առարկան կա դպրոցում հիմա թե չէ, ես եւ իմ շրջակա աշխարհը, ես շատ էի սիրում այդ դասագիրքը։ Որքանով գիտեմ շրջակա միջավայրի հետ կապված առարկա կա։ Շատ եմ սիրում այդ շատ էի սիրում, բայց ուսուցումը կարծում եմ թերի էր, որովհետև այ հենց ուսուցումը երեխաների բնության հետ հարաբերվելը եւ քո մշակույթի մեջ դա մտցնելը պետք է լիներ այլ կերպ, ոչ թե դասարանում դա սովորեին, այլ ուղղակի գնային աղբ հավաքելու եւ տանեին դա վերամշակման։ Հիմա արդեն անի խոսքի շարունակեմ հարցս Կարինեին, դուք զբոսավար եք նաեւ։ Երբ գնում ենք ինչ-որ միտեղ կանաչ տարածություն, նույնիսկ երեխաներին են, չէ, էքսկուրսիաներ կազմակերպում։ Երբևիցե եղել է, որ տեսեք մեր ծնողների առաջիվանը փաթեթներում նայում են, ինչ ուտելիքներ կա, որն է հարմար եւ այլն։ Իսկ կա ինչ որտեղ ծրագիր, որ հենց այդ երեխաները գնան էքսկուրսիայի եւ այդտեղ մասնակցեն կամ չմասնակցեն կամ իրենք հենց նախաձեռնեն այդ տարածքի, ասենք, մաքրման աշխատանքները, եղել է նման բան։ Շատ հազվադեպ են լինում, սովորաբար ծնողները ուզում են, որ այդ էքսկուրսիաների ժամանակ իրենց երեխաները լավ ժամանակ անցկացնեն եւ առաջնային խնդիրը այդ ժամանցի ապահովման կետերն են։ Խաղերը, երգերը, պարերը, ուտելիքը եւ այլն։ Բարեբախտաբար այնինչ մենք կազմակերպում ենք մեր ծրագրերի շրջանակում, դրանք հիմնականում կրթական ծրագրեր են եւ մենք որոշակի սկզբունքներ ունենք, անպայման պետք է ընթացքում խոսենք ազգային արժեքների մասին, կոմիտաս լսենք եւ այլն, այսինքն մենք անում ենք այդ ժամանցային ծրագիրը էլի կրթականի շրջանակում եւ իհարկե նաեւ բնության մասին ենք խոսում, օրինակ բնական տարերքների մասին, եթե երեխաները որոշակի տարիքի հասել են, երբ կարելի է իրենց հետ այդ մասին խոսել կամ բնության պահպանության անպայման խոսում ենք, աղբահավաքման այդ շաբաթօրյակների մասով շատ դպրոցներ իրենք կազմակերպում են, շատ դասատուներ, դասղեկներ իրենք են կազմակերպում, ուստի մենք գիտենք, որ դա արվում է նաև առանց տուրիստականների մասնակցության, բայց մենք ես չեմ հիշում, չենք ունեցել կարծես թե այդպես չենք ունեցել, բայց մենք ենք հավաքել ուղղակի մեզ միացել են։ Իմիջայլոց աղբահավաքման, աղբի քայքայման հետ կապված Անին նշեց նախկինում ինչպես է եղել, մենք չմոռանանք, որ նախկինում ամեն ինչ եղել է օրգանական նյութերից, փայտ, կավ, սննդի մնացորդները քայքայվող են եւ այլն, այսինքն առանձնապես աղբի կուտակման խնդիրի մարդը չի բախվել, հա։ Իսկ հիմա մենք օգտագործում ենք մետաղական նյութեր, պլաստիկի դեպ
500-ից 1000 տարում քայքայվող նյութ է, որը արդեն համաշխարհային օվկիանոսի 1/3-ն է զբաղեցնում, հողերի մեջ քայքայվելով խիստ թունավոր նյութեր է արտազատում եւ այլն, այսինքն մենք մեր օրերում այնպիսի նյութեր ենք օգտագործում, որոնք մեզ եւ կուտակվում են, այսինքն դրանք քայքայվող չեն եւ թունավորում են մեզ մեր միջավայրը։ Մենք ինքներս թունավորում ենք մեզ։ Այո, եւ դրա համար շատ խիստ կարեւոր է, որ մենք կարողանանք ոչ միայն ճիշտ պլանավորել, տեսակավորել աղբը, այլ պետք է լինեն այդ տեսակավորման վերամշակման գործարանները, որոնք մենք փաստացի մեկ թե երկու պլաստիկի վերամշակման փոքր ինչ-որ գործարաններ կան, ապակու վերամշակման փոքր ինչ-որ գործարաններ կան, չէ, բայց գլոբալ առումով մենք չունենք այդ հաստատությունները, որոնք մեծ քանակությամբ աղբի վերամշակում կանեն, ինչպես օրինակ Եվրոպայի որոշ երկրներում է, որ աղբը նույնիսկ գնում են հարևան երկրներից, որովհետև իրենք չունեն, կամ օրինակ Նորվեգիայում պլաստիկը վերամշակում են, ասֆալտի հետ խառնում են, որպեսզի երկարակյաց լինի ասֆալտը եւ այդ պլաստիկն էլ այլևս միջավայրում պրոբլեմներ չստեղծեն, որպես այսպես թափառող աղբանես չգա։ Իմիջիայլոց Անին մի բան ասեց քիչ առաջ, որ մենք անցել ենք օգտակար ծառերից գեղարվեստական ծառերի, դեկորատիվ ծառերի, մենք այստեղ էլ խնդիր ունենք գեղեցիկի հետ կապված, դա ավելի շատ ճարտարապետները լավ կնշեն, որովհետև քաղաքաշինությանը եւ մասշտաբներին է վերաբերում, մեր քաղաքում այդ փոքր ծառեր, այդ կլոր սաղարթով, օտար ծառերը մեր քաղաքի մասշտաբների հետ կարծես թե չեն սազում, իրենք սիրուն չեն ոչ թե որովհետև ծառը սիրուն չի, այգում կարող են։ Այո, այդ փոքր ծառերը դեկորատիվ դիտելի են, գեղեցիկ են, գեղագիտական են, էսթետիկ են այն միջավայրում, որոնք փոքր են մասշտաբներով եւ մարդու աչքի տեսողական մասշտաբի մեջ իրենք շատ տարածություն չեն պահանջում։ Մեր քաղաքի մասշտաբներին, մանավանդ որ վերջին տարիներին այդ ահռելի ապակեպատ շենքերն են հայտնվել, որոնք ոչ միայն ավելի են շոկեցնում քաղաքը, այլ նաև ավելի մասշտաբային են դարձնում։ Այդ փոքրիկ ծառիկները, թուփիկները, չգիտեմ, իրենք մեր քաղաքին չեն սազում, ոչ միայն խնդիր չեն լուծում, այո, իրենք շենքերի մասշտաբներին ուղղակի կորում են, ծաղկեփունջ են երևում, հա, բացի այդ, որ խնդիրը իսկապես չեն լուծում։ Կարեն եկավ արդեն հասավ այն ցավոտ հարցին, որ Երևանում ծառեր հատվեցին, ծառեր տեղադրվեցին եւ ինչպես միշտ բնապահպան ակտիվիստները որոշակի ընդվզումներ ունեցան, որոշ տեղերում կարողացան պահպանել հին ծառերը, որոշ տեղերում այդ ծառերը կտրեցին եւ էտեցին, մի խոսքով այդ խնդիրների մասին մենք շատ ենք խոսել։ Անի, տեսեք, ասում եք, որ ծառը ընտանիքի այդ ստեղծման հետ կապված ինչ որտեղ ասոցացվում է։ Անդրադառնանք, քանի որ այսօր Մարիության եւ Գեղեցկության տոնն է, շնորհավորում եմ նաեւ ձեզ եւ բոլոր կանանց այդ գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Հիմա ինչպիսին է մեր հայկական ընտանիքը, ինչ ենք բաց թողել եւ ցավալի այսօր բողոքի ակցիային անում նաեւ անհետ կորածներ, զինվորների մայրերը։ Այսինքն մենք ունենք տոն Մարիության եւ Գեղեցկության, բայց դրա զուգահեռ կանանց հետ կապված շատ խնդիրներ կան, որ կարծես թե այդ տոներին դարձել ենք անտարբեր, մի տեսակ ես ինքս փորձել եմ հետաքրքրվել այս մեկ ամսյակի կապակցությամբ կանայք ինչերի են արժանացել կամ ինչպես է ընթացել եւ բոլորի համար դա սովորական մեկ ամիս է եղել։ Միայն մարտյոթին գուցե ծաղիկներ, մի փոքրիկ խմորեղեն եւ այլն, բայց այդ մեկ ամսվա ընթացքում եւ հետաքրքրին է, որ մենք ինքներս էլ ենք ժամանակին այդ մեկ ամսյակի ընթացքում շատ հաղորդումներ էինք անում, կին գործարարներ, կին մասնագետներ, մի խոսքով կանանցով էինք լցնում եթերը, բայց հիմա կարծես թե շատ քիչ է այդ ամենին անդրադարձ կատարում, որտեղ մեր անվտանգության, մեր խնդիրների հետ կապված այս խնդիրները մնում են ինչ որտեղ ստվերում։ Ես նույնպես նկատել եմ, թեկուզ հենց այսօր նորից խոսում ենք խնդիրներից։ Այստեղ խոսում ենք այն, թե ինչ լավ բան է կատարվել կամ որտեղ ենք ինչ որ դրական արդյունք
Ընդ որում ես ուզում եի նաև այդ հարցը ձեզ ուղղել 1 տարվա ընթացքում ըստ վիճակագրության 2023-24 թվականներին այս տարի 3000-ով պակաս երեխա է ծնվել։ Ընտանիքը, ծնելությունը, այս ամեն ինչպես եք բացատրում, ինչի հետ է կապված։ Դե ցուցանիշը լավը չի, այսինքն ես ուղղակի կարող եմ ենթադրություններ անել, որպես մասնագետ ուղղակի ենթադրություններ անել, բայց քանի որ վիճակագրական ոչ մի կամ հետազոտական տվյալներ չունեմ, ենթադրությունս ասեմ, հավանաբար կապված է անվտանգության զգացման կորստի հետ, այսինքն մարդիկ չգիտեն ինչ տեղի կունենա եւ այդ տագնապն ու անհանգստությունը բնականաբար կարող է ազդել եւ ծնելիության եւ ընտանիքներ կազմելու եւ անգամ ամուսնալուծությունների վրա կարող է, որովհետեւ լարվածությունը, ստրեսը, բարբերաբար այդ ստրեսային գործոնները կարող են ազդել հարաբերություններում այն խնդիրները, որ կան, ավելի սուր արտահայտվեն եւ ոնց որ կորցնեն սկիզբը ու շարունակվի ավելի բուռն կերպով հարաբերություններում լարվածություն առաջանալ։ Ինչպիսին է մեր ընտանիքները հիմա, սա նորից իմ դիտարկումն է, շատ հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում, հնի ու նորի խառնուրդի տրանսֆորմացիաներ են տեղի ունենում, ուրախությամբ կարող եմ ասել, որ հայրիկները սկսել են ներգրավել երեխաների դաստիարակության խնամքի գործում, որը ու դա իրական բավականին լուրջ տրամադրվածությամբ են անում, առաջ օրինակ մի երևի 5-6 տարի առաջ ավելի շատ մայրիկներն էին երեխաներին բերում հոգեբանի մոտ, այժմ շատ հաճելի է, երբ որ ընտանիքներով են գալիս, այսինքն ծնողները միասին են երեխաներին բերում եւ անգամ լինում է մեկ-մեկ հարցնում իսկ հայրիկը կարող է գալ, այսինքն հարց է առաջանում հայրիկը կա թե չէ ինքը ուզում է գալ իհարկե, սա ողջունելի է, որովհետեւ այդ առաջ միգուցե տղամարդու գործը չէր, այն ավելի կանացի գործ էր համարվում երեխայի դաստիարակությունը, տղամարդու գործն էր տունը պահել, ընտանիք սոցիալական սոցիալ-տնտեսական իմաստով, այժմ փոխվել է, մայրիկները կարող են նաև աշխատել, գումար վաստակել, միաժամանակ տանը որոշակի գործողություններ, գործեր կատարել տնային, իրենց կարող են փոխարինել ամուսիններ, օրինակ ամուսինը կարող է, եթե մայրիկը տանը չէ ինքը կերակրել երեխային, մտածել ինչ կարող են անել, միասին ինչպես զբաղվել, ինչ ֆիլմ դիտել, ուր գնալ երեխաների հետ, սա կարծում եմ շատ ողջունելի է եւ ավանդական որոշակի սիրուն ավանդույթների խախտում երևի տենց ասեմ, խախտում է նկատվում, այսինքն երեկոյան հավաքվել սեղանի շուրջ կամ շաբաթ կիրակին միասին լինել, երիտասարդ ընտանիքներում իմ տեսած մի փոքր խախտված է, որովհետև կամ աշխատանքն է շատ, մարդիկ հոգնած են եւ ցանկանում են ուղղակի իրենց անձնային տարածքում հանգստանալ, ինչը այն ժամանակ կարծես թե այդպիսի բան գոյություն չուներ։ Օրինակ ես իմ մանկության տարիներին հիշում եմ, անձնային տարածք ասածը մի տեսակ չկարել։ Հիմա մարդիկ Եթե համեմատում եք որն էր ավելի երկուսն էլ համ լավ, համ այսպես ասած մի քիչ բացասական կողմեր ունեն։ Ընտանիքում երբ որ շաբաթ կիրակի էլ բոլորը ունեն իրենց անձնական տարածքը, ընտանիքը չի հավաքվում մի տանիքի տակ։ Կարծես ամեն մեկ իր տանիքը վերցրած նստած է նույն տան մեջ։ Այստեղ հուզական կապը թուլանում է, ընդհանուր հիշողություններն են քչանում, այսինքն ետ նայելուց շատ բան չես կարող հիշել, ավանդույթների փոխանցման խնդիրներ են առաջանում, խնդիրները միմյանց հետ չեն քննարկում կամ խոսում են միմյանց հետ ավելի շատ, երբ որ խնդիր պետք է քննարկվի, այսինքն այն ջերմությունը սկսում է նվազել։ Սա խնդիր է։ Մյուս կողմից, այո, յուրաքանչյուրն ունի իր անձնական տարածք ունենալու իրավունքը եւ ուղղակի հանգստանալու առանց պարտավորությունների, պարտականությունների։ Դրա համար երկու կողմում էլ կան եւ լավ եւ վատ կողմեր, այսպես եթե կարելի ասել։ Ինչ ունեք ավելացնելու Կարինե։ Հետաքրքիր է, որ այն ժամանակ, երբ ընտանիքները տոհումով էին հավաքվում, գլխավորի տանը, տատիկ-պապիկների տանը, ամբողջ թոռներով, ծոռներով,
Այն ժամանակ կարևորվում էր ընտանիքի ուժեղ ընտանիքի գաղափարը եւ ընտանիքի հասարակական երջանկության գաղափարը։ Մեր օրերում համաշխարհային գլոբալիզացիայի առումով առաջին պլան է գալիս անհատական երջանկության գաղափարը եւ դրա արդյունքում տուժում է ընտանեկան հասարակական սոցիալական երջանկության սկզբունքը։ Այսինքն ես այսօր կարող եմ ինձ թույլ տալ ամուսնանալ կամ չամուսնանալ կամ ընտրել իմ ուզած մարդուն, ում հետ ուզում եմ ամուսնանալ կամ ուզում եմ աշխատել տանը չնստել եւ այլն, ժամանակին այս ընտրությունները ըստ էության չեն եղել։ Աղջիկը դեռ պատանեկության տարիներին ստիպված է եղել ամուսնանալ, որովհետև հասարակությունը այդպես է պահանջել, 20 տարեկանից հետո արդեն ամոթ էր չամուսնանալը, երեխա ունենալը պարտադիր պայման էր հասարակության մեջ, նույնիսկ մենք այստեղ բացասական խնդիրների բախվել ենք ժամանակին, օրինակ նույն երեխայի իրավունքները մենք այսօր երբ խոսում ենք, օրինակ տոների մասին երբ խոսում ենք եւ ասում ենք, որ տոները ժամանակի ընթացքում ենթարկվում են փոփոխության, մարդիկ, որոնք խիստ այսպես կարծրատիպային են ասում, բայց տոնը պետք է պահպանել ինչպես նախկինում էր, օրինակը հետեւյալն է, եթե 100 տարի առաջ 9-10 տարեկան աղջկան կարելի էր ամուսնացնել, այսօր դա մանկապղծության մոդել է եւ չի կարելի նման բան անել մեր օրյա հասարակություններում, նույնն էլ մշակույթի բոլոր ոլորտներում է։ Մյուս կողմից աղջիկը, որը արդեն ամուսնացել էր, ինքը արդեն նոր պարտավորություններ ուներ, չէր կարող դրանցից խուսափել։ Կին, մայր, տարբեր դերեր, ստիպված էր դառնալ մայր։ Եվ այստեղ, երբ աղջիկը չէր ամուսնանում, ենթարկվում էր հասարակության կողմից քննադատության, երբ երեխա չուներ, դառնում էր բամբասանքների առիթ, այսինքն այդ հասարակության խնդիրներն էլ դրանք էին։ Հիշենք Թոթովենցի պատմությունը, որի հիման վրա նկարվեց Սոս Սարգսյանի մասնակցությամբ ֆիլմը, վերնագրերի հետ խնդիր ունեմ, Աղունիկ թռցնողի աղջիկը։ Իրական պատմության մեջ չէ, որ աղջիկը մահանում է հասարակական այդ բամբասանքների արդյունքում։ Այսինքն այդ մոդելները, ինչպես Անին ասում էր, եւ լավ եւ վատ կողմեր ունի, այդ մոդելի խնդիրն էլ այդ էր, որ անհատներն էին տուժում։ Մեր դեպքում օգտվում են անհատները, որովհետեւ բացարձակ ազատ են իրենց ընտրության մեջ, բայց հասարակական սոցիալական երջանկությունը ուժն է պակասում, այսինքն մենք այսօր չունենք շատ ուժեղ ընտանիքներ, բայց ունենք երջանիկ անհատներ, բազմաթիվ երջանիկ անհատներ, բայց հասարակական մոդելը քիչ բարթացրեց Կարինեն, իրականում ունեն շատ ուժեղ ընտանիքներ եւ տրանսֆորմացիաները շատ հետաքրքիր են լինում ու շատ կարեւոր են, առանց դրա հնարավոր չի։ Այսինքն մենք հիմա ապրում ենք հայկական պարեր, բայց տրեխներ չենք հագնում, բայց այդ չի նշանակում, որ մենք հայերեն չենք ապրում, այդպես ասեմ, հա։ Այսինքն շատ կարեւոր է այդ փոխանցման ընթացքում այնպես փոխանցել, որ սերունդը կարողանա վերցնել, չէ՞ որ ինչպես Կարինեն ասեց, մենք չենք կարող հիմա ինչ-որ մեկին պարտադել այսպես ապրել, այո, որտեղ նա ունի ընտրության իրավունք եւ ինքն է պատկերացնում ինչպես այդ իրավունքը բանեցնել։ Մյուս կողմից հասարակությունը միևնույն է հարցնելու է, երբ ես ամուսնանալու, երբ ես երեխա ունենալու, այսինքն այդ մտածողությունը այսպես թե այնպես ինչ որ ձև փոխանցվելու է։ Ինչու դա էլ մեր հասարակության խնդիրն է, հավանաբար փոքրաթիվ ենք, միշտ պայքարելու խնդիր ենք ունեցել եւ մեզ պետք են սերունդը, մեզ ժառանգներ են պետք։ Ես այդպես եմ դիտարկում այդ հարցի ավելի խորքային իմաստը, քան ուղղակի բամբասանք թե ինչի չի ամուսնանում, հա, այդտեղ ավելի խորքային թեմաներ կան, կարծում եմ։ Դրա համար այս տրանսֆորմացիաները եւ բնականաբար լինելու էին եւ շատ լավ է, որ հիմա Կարինեն էլ կփաստի, դուք էլ հավանաբար, որ հինն ու նորը լավ խառնվում են, հա, մի շրջանում ոնց որ մերժվում էր մեր ավանդական ընդհանրապես, մերժվում էր անգամ պարը, դա հին պար է, անգամ ձեռք կարող է առնեին։ Հիմա շատ սիրուն դա ընդգրկվել է իհարկե շնորհիվ որոշ մարդկանց, օրինակ Գագիկ Գինոսյանի եւ այլն, կարող ենք անուններ նշել, որոնք մեծ ներդրում են ունեցել այդ սիրուն տրանսֆորմացիաների վրա եւ կարծում եմ հիմա մենք այդ տրանսֆորմացիոն այդ ձևավորման վերջնական կամ նախավերջնական փուլում ենք եւ կունենանք
որոշակի տասնամյակներ հետո ավելի ամուր որոշակի հասարակություն, որը ունի նոր կանոններ։ Տեսեք, մենք խոսում ենք կանանց մասին, խոսում ենք փաստորեն դուք ինքներդ եւ հասարակական ակտիվ գործիչներ եք, չի խանգարում այդ հասարակական աշխատանքը կատարել, մասնագիտական զուգահեռներ գտնում եք եւ նաեւ ընտանիքի, այսինքն եթե մարդը ցանկություն ունենա, ինքը կարող է ամեն ինչն համատեղել, բայց այդտեղ պետք է նաեւ ընտանիքի անդամների աջակցությունը եւ հասկացությունը, այսինքն հասկանան, թե մայրիկը ինչու է օրինակ բարեգործությամբ զբաղվում, դա ում է պետք, կամ ինչին է պետք։ Մենք խոսում ենք կանանց մասին եւ մի քանի օր առաջ ես այստեղ ապագա զինվոր դպրոցից աղջիկ Սան է եղել շարքային, ով պատրաստվում է լինել դիպուկահար, լավ կրակում է եւ ցանկություն ունի զինված ուժերում շարունակել իր ծառայությունը։ Սկզբից որպես ժամկետային զինծառայող, հետո արդեն պայմանագրային։ Մենք խոսում ենք կանանց մասին, կնոջը տեսնում ենք մայրիկի, հարսի, սկեսուրի զոքանչի նմանատիպ է, բայց կին զինվորի մասին ինչ կարող եք ասել։ Մեր փաստորեն արդեն մեր աղջիկները փորձում են ծառայություն իրականացնել բանակում եւ այդ զինվորական եւ հետաքրքիր է, որ այդ աղջիկը Միլենա Բաբայան, եթե չեմ սխալվում, անունը փորձեմ հիշել, ասում է զինվորական համազգեստ ինձ վաղուց գրավում էր։ Եվ այդ համազգեստն է պատճառ եղել, որ ինքը ցանկություն ունի դառնալ զինվորական։ Սրա մասին էլ խոսենք եւ շատ չծանրացնենք այսօր մեր տոնը, մի փոքր լավ բաներից կխոսենք եւ կավարտենք մեր հաղորդումը։ Ընդհանրապես հիշենք Այծեմնիկին։ Այսինքն կին զինվորներ բոլոր ժամանակներում եղել են, բոլոր ժամանակներում, նույնիսկ եթե հնագիտությունից հիշենք բրոզի դարում էլ չէ, եղել են կանայք, որոնց հետ զենք է եղել դամբարանի մեջ, այսինքն բոլոր ժամանակներում եղել են կին զինվորներ, նրանք թերևս բացառություն են եղել, այնուամենայնիվ վկայություն այն մասին, որ կինը նույնպես երբ հասել է իր զավակին պաշտպանելու պահը, նա զենք վերցրել է եւ իր զավակին պաշտպանել է, որովհետեւ եթե տղամարդը գնացել է սահման կամ եթե հետ են գնում պատմության մեջ հազարամյակներով որսի իսկ կենթանին հարձակվել է զավակի վրա, մայրը պետք է կարողանար պաշտպանել, այսինքն մենք երբեք չենք կարող զերծ մնալ կին զինվորի արկայությունից հասարակության մեջ։ Նույն էլ տղամարդու դեպքում, երբ կարիք է լինում, տղամարդը իր երեխայի համար եւ սնունդ է պատրաստում եւ բուժում է, ամեն ինչ էլ անում է, այսինքն այս բացառությունները անհրաժեշտությունից են իմ կարծիքով առաջանում եւ նրանք բոլոր ժամանակներում եղել են։ Ինձ համար հիմա շատ սովորական է տեսնել զինվորական, ոստիկանական հագուստով կանանց եւ մի ժամանակ թե նայում էի հիացական են հետաքրքիր ուսումնասիրելով այդ երևի շատ վաղուց էր բնավորության ինչքան շատ վաղուց էր, հա, ինչ կյանքով է ապրում, սենց ուժեղ պիտի լինի ինքը այսպեսի, անվախ պետք է լինի։ Հիմա կարծում եմ բավականին շատ ենք նկատում, անգամ աղջիկները գնում են զինվարժությունների, կազմակերպությունների ոչ ռազմահեղինակական դպրոցներում են, այո, ու դա ողջունելի է միայն, ես էլ մի ժամանակ գրանցվեցի, հետո այնտեղ խնդիրներ եղավ, ոնց որ չգնացի, բայց ուզում եմ ասեմ, ես էլ եմ գրանցվել, որպեսզի անցնեմ այդ դասընթացները, հույս ունեմ նորից ժամանակ կունենամ եւ կտրեմ, ոչ թե սա անգամ ժամանակի խնդիր պիտի չլինի, սա կարծում եմ ինքնապաշտպանության արդեն խնդիր է եւ բոլորս ուղղակի պետք է կարողանանք ինքնապաշտպանվել։ Սա մեր առջև դրված է եւ կարծում եմ այդ տրանսֆորմացիաները, հա, գենդերային հավասարությունը սրանն էլ է վերաբերվում։ Եվ ընտանիքում սեփական որոշումներ կայացնելը գուցե։ Իհարկե, ժամանակին այդ ամենը պետք է համաձայնեցվեր ընտանիքի անդամների հետ, այսինքն եթե ընտանիքը դեմ էր, հիմա չեմ կարծում դեմ են, հիմա հայրիկներն էլ են տանում իրենց աղջիկներին, այսինքն եթե մենք մի կողմից խոսում ենք գենդերային հավասարությամբ եւ որ մեր իրավունքները պիտի լինեն, ուրեմն մենք էլ պետք է ունենանք նաեւ իրավունք եւ պատասխանատվություն ինքնապաշտպանվելու եւ պաշտպանելու։ Արդեն կարող ենք այդ հարթության մեջ նաեւ դիտարկել։ Իհարկե ընտրությունը նորից այստեղ պարտադրանք դեռևս չկա, դեռ կամովի
ինտեգրվելու մասին է խոսքը։ Մենք սկսեցինք ծառատունկից եւ տեսնում եք ճյուղ եկանք ոլորտներին եւ եթե խոսենք ամբողջ մի օր կարող ենք խոսել եւ նույնիսկ եթե գայում են շարունակել խոսելը։ Հիմա նորից վերադառնանք ծառատունկին, առողջությանը, այսինքն ծառատունկ, որը բնապահպանական խնդիր է լուծում, իր մեջ ներառում է նաեւ թե ուսուցողական եւ թե հոգեբանական կողմեր։ Կարող ենք մեր այս հաղորդման շրջանակներում այստեղից ծնողներին կոչ անել, որ ավելի շատ մասնակցեն իրենց երեխաները, որտեվ փաստորեն սկսել 10 հոգով հետագայում կարող է այդ ծրագիր իր մեջ ընդգրկել 100 հազարավորներ։ Անպայման, եւ բացի այն, որ լավ կլինի, որ ծնողները ներգրավեն իրենց երեխաներին հենց ծառատունկի process-ին, այլ նաև հետագայում բարբերաբար այցելել, տեսնել այդ ծառերը ինչ վիճակում են, հոգ տանել, այստեղ նաև երեխայի մոտ հուզական կապ կառաջանա այդ ծառի հետ, որովհետև իր տնկացն է, հա, իր արածն է եւ դա ինչ որ առումով դառնում է իր զավակի պես մի բան երեխայի համար, այո, որը ունի իր կարիքը եւ չմոռանանք, որ երեխան, որը փոքրուց հաղորդակցվում է բնության հետ, կենդանի լինի, բույս լինի, իր մոտեցումը իր միջավայրին եւ առհասարակ բնությանը արդեն խնդիր է լուծում այդ երեխայի որպես մոր ձևավորման ընթացքում։ Դրա համար այո, կոչ անենք ծնողներին, խնդրենք ծնողներին, որ իրենց երեխաներին մասնակից դարձնեն հնարավոր բոլոր բարի բնապահպանական ծրագրերին։ Եվ որպես հոգեբան, հողի հետ խաղալը երեխաներին հաստատ վնաս չէ, մայրիկներ կան, որ թույլ չեն տալիս հողի հետ շփվել, հողի մեջ մտնել։ Իսկ ասայի պարտադիր է, դրանից հետո պահպանելով հիգիենայի կանոնները ուղղակի։ Որտեվ շփումը հողի հետ, տեսեք, ինչքան փորձենք մանրազերծ պահել երեխաներին, այնքան խնդիրներ են առաջանում նաև հոգեբանական, ոչ միայն իմունիտետի հետ կապված։ Ուստի ուղղակի դրանից հետո պետք է լվանալ ձեռքերը։ Այնպես որ մի խուսափեք, որպեսզի լինում է, չէ, որ երեխաներին դույլերով այդ փոթղերից գնում են եւ այլն, հետո տանում են շորեր կկեղտոտես, դու կկեղտոտվես, այսինքն հետո դույլերը բռնացման են գալիս։ Այնպես որ թույլ տվեք ձեր երեխաներին հողի հետ խաղալ, հողի հետ շփվել եւ ծառատունքը, ինչպես դուք ասացիք, եթե շարունակական կլինի, ասում եք շարունակական, մենք դրա մասին նորից կհարադառնանք, կխոսենք, փորձենք մենք էլ ձեզ օգտակար լինել որպես լրատվամիջոց։ Շնորհակալություն ձեզ այսօրվա փոքրիկ հաղորդման համար եւ ինչպես ասացի, մի լավ բան էլ գուցե հիշենք, որն է մեր կյանքում կանանց դերը այս մի լավ բան չունենք, որ այսօր հիշենք եւ ասենք, ինչու ոչ։ Կին նախարարներ ունենք, կին ավականու անդամներ ունենք, գիտնականներ, ճարտարապետներ, արվեստագետներ, այսինքն մարդիկ, որոնք այս մեր հասարակական կյանքում իրենց տեղն ու դերը ունեն, այնպես որ ես ուղղակի չգիտեմ տեղ, որտեղ կինը չի կարող լինել կամ չպիտի լինի։ Մենք Նարե Արամյանի հետ այսօր առավոտյան քննարկեցինք, մենք դեռ կին քաղաքապետ չունենք։ Հա, այնպես որ մեզ մաղթենք կին քաղաքապետ եւ մարդկանց էլ չմոռանանք իրենց էլ համբերություն, որովհետեւ մենք ուժեղ ենք, երբ իրենք ուժեղ են։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ այս փոքրիկ հաղորդման համար, ձեր տոնը կրկին շնորհավոր եւ բոլոր կանանց եւ մայրերի։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետեւեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։